Սիրելի ցուլեր, ասցենտի նշանով եւ արևի նշանով ողջույն, իդեպ վերջին 3 նշաններն են մնացել, վերջին եռյակը, որի բացում եք դուք, ցուլերը, խոյերը եւ վերջում իհարկե փակումը կանեն ձկները, ահա, եւ այսօր մեզ մոտ 25-ն է, ապրիլի 25-ը, այսինքն ձեր օրացույցով ուրբաթ, իմ օրացույցով Վեներայի օրը, տեսնում եք ձեր մոլորակն է Վեներան եւ ձեզ բաժին ընկավ հենց Վեներան, ահա, ինչ որ բաներ ասել ձեր մասին, Վեներայի մասին, դուք արդեն շատ լավ գիտեք, երևի թե իմաստ չունի, եւ այսպես մայիսի 2025 թվականի մայիս ամսվա համար կանխատեսումը, նորից նշեմ, որ սա վերաբերում է բոլոր նրանց, ում ասցենդենտի նշանն է ցուլը եւ վերաբերում է բոլոր նրանց, ում արևն է գտնվում ցուլի նշանում։ Ինչ ունենք մայիսին։ Իհարկե արևը դուրս կգա այլևս ձեր նշանից մայիսի 20-ին ինքը դուրս կգա կլքի ձեզ, կտեղավորվի արդեն ձեր ֆինանսների տանը, տեղի կունենա լիալուսին նորալուսինը, Պլուտոնը, որը ձեր հակադիր նշանի մոլորակն է կարիճի, ինքը կդառնա հետընթաց, իսկ կարծում եմ դա ձեզ համար կարող է ինչ-որ առումով հետաքրքիր լինել, մենք իհարկե տեսնենք, թե ինչի մասին է խոսքը, եւ Մերկուրին կմտնի ձեր նշան, իհարկե դուրս կգա կհասցնի մայիս ամսին այնտեղից նաեւ դուրս գալ, իսկ Սատուրնը կտեղավորվի ձեր 12-րդ տանը խոյի նշանում, մեծ հաշվով Սատուրնը, որը այծեղ ջուրի մոլորակն է, խոյը իր համար այդպես առանձնապես բարենպաստ չէ, ինքը այդտեղ անելիք չունի, այնպես որ ինքը այդտեղ լավ չի դրսևորվում, ահա, սկսենք թերևս Պլուտոնից մայիսի 4-ին, Պլուտոնը կդառնա հետընթաց, որ գտնվում է ջրհոսի նշանում մինչև հոկտեմբերի 14-ը 2025 թվականից, ապա հեռավոր մոլորակները մոտ 6 ամիս լինում են տարվա մեջ հետընթաց եւ ինչ խորհուրդ կարող եմ ձեզ տալ հետեւյալ խորհուրդը, որ դուք ճիշտ կանեք, որպեսզի տիրապետեք մի քանի ասցենդենտով ցուլերին է սա վերաբերում, շատ կոնկրետ նշում եմ, դուք պետք է տիրապետեք որոշ գիտելիքների, որը ձեզ հնարավորություն կտա ավելի բարձրանալու, հատկապես եթե դուք հավակնում եք ինչ-որ մի պաշտոնի կամ ավելի բարձր դիրքի, այդ դեպքում որոշակի փաստաթղթեր, գիտելիքներ եւ այլն պետք է ձեռք բերեք, այսինքն այս ընթացքում դուք զբաղվեք դրանով եւ հետո բնականաբար արդյունքը կտեսնեք, այս կարեւորագույն խորհուրդն եմ տալիս ցուլերին, այնուհետեւ ձեզ իհարկե կօգնեն այդ հարցում, սկիզբը կդրվի, երբ մայիսի 10-ին Մերկուրին կմտնի ձեր նշան եւ մինչեւ 25 մայիսի լինելու է ձեր նշանում, դուք այս հնարավորությունից պետք է օգտվեք ճիշտ հարցումներ, ճիշտ քայլեր, ճիշտ ծրագրեր կազմելու եւ ընդհանրապես թե ինչ գիտելիք եք ձեռք բերելու, ինչպես եք անելու եւ այլն, այս հարցով անպայման ուրեմն զբաղվեք, որովհետև տեսնում եք մոլորակները ձեզ օգնում են եւ որպես ուղեցույց տանում են եւ իհարկե 12-ին տեղի կունենա լիալուսինը 20:55 րոպե 46 վայրկյան Հայաստանի ժամանակով արևը եւ լուսինը կհակադրվեն 23 աստիճանում եւ այն տեղի կունենա ձեր հակադիր նշանում, ասելի թե կարիճի նշանում, այսինքն այստեղ շատ հարցեր ձեզ համար կպարզաբանվեն դավաճանություններ միգուցե ձեզ համար մինչև 12-ը կամ այլ պարզաբանումներ պարզապես կլինեն թե անձնական կյանքում եւ թե ձեր գոլեգաների կամ աշխատակիցների միջև, այսինքն ցանկացած երկրորդ անձնավորության ինչ խնդիրների, ինչ հարցերի մեջ որ դուք ներքաշված եք, հենց այդ բնագավառում էլ ուրեմն որոշակի ձեզ համար բացահայտումներ կլինեն մինչև միգուցե ոմանց մոտ արդեն դա եղել է մինչև ուրեմն մայիսի 12-ը, ահա, անցնենք առաջ եւ 20-ին արևը կմտնի երկօրյակի նշան, գիտեք, մինչ 20-ին հասնել, ես այստեղ ուզում եմ 1-2 նշում եւս ձեզ ներկայացնել, 16-ին պլյուս մինուս 1-2 օր, այստեղ ուշադիր եք լինում ձեր անձի հանդեպ, գիտեք, երբ ինչ-որ խնդիրներ կան,
ճիշտ տարբերակը ոչ մի հարցերի մեջ չներքաշվել, ոչ մի հարցեր չկարգավորել, ոչ մեկի հետ հանդիպում չունենալ, իզոլացած, առանձնացած վիճակը դա ամենաճիշտ որոշումն է։ Բոլոր դեպքերում խնդիրը ձեզանից չի ստեղծվի, չի ծագի, այլ դուք եթե ինչ որ մի խնդիր անպայման ինչ որ մի դժվարություն պետք է մտնի ձեր կյանք, այսպես թե այնպես որքան է որ այն դուք ձեր կողմից չի արվում, բոլոր դեպքերում շատ կարևոր է դա դուք չեք անում եւ դա գալիս է այդ խնդիրը ու դուք հետո լուծում եք դա սա այս դեպքում սա է ճիշտ տարբերակը ես ձեզ ասեմ, որովհետեւ այդ ժամանակահատվածում եթե դուք քայլանեք, ձեզ համար վատ է աշխատելու Եվ իհարկե ասացի ձեր անձի հանդեպ ուշադիր եք լինում եւ 20-ին արևը ուրեմն կմտնի ձեր ֆինանսների տուն, ես կարծում եմ դուրս կգա գլեքի ձեզ, բոլորդ արդեն ձեր ծննդյան օրերը կնշայի կամարտեք եւ իհարկե արդեն ֆինանսների մասին կմտածեք, այստեղ է գտնվում նաեւ Յուպիտերը, որը ձեզ կարող է ժամանակ առ ժամանակ հնարավոր ինչ-որ բաների համար գումարներ եք ծախսում, նաեւ գումարներ են գալիս, այսպես շատ հակասական բոլոր դեպքերում ծախս մուտք եւ ելք ֆինանսական ձեզ մոտ կա որքան ժամանակ է արդեն եւ իհարկե 25-ին Սատուրնը մայիսի 25-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սատուրնը կմտնի խոյի նշան, ինչպես որ ասեցի, դա առանձնապես իր համար այդքան էլ լավ այստեղ էներգիան չի կուտակվում, ինքը այդտեղ անելիք չունի եւ ամեն ինչ կարծես թե հակառակ ուղղությամբ է գնում, ամեն ինչ թարս է ստացվում այնպես որ ուշադիր եղեք բոլոր դեպքերում ես գիտեք հատկապես ուրեմն մայիսյան ցուլերին ես կարող եմ տեսեք ասենք մինչև մայիսի 20-ը հա ծնված վերջին 10 օրը այսինքն 10-ից 20-ը ուրեմն այդ ժամանակահատվածում ծնված ցուլերի մոտ ասցենդենտով հնարավոր է որ լինեն առողջական հարցեր եւ այստեղ դուք պիտի անպայման այդ հարցով զբաղվեք հիմա շատ կարեւոր է կոնկրետ որ դուք սպորտով զբաղվեք, հաճախեք լողավազան, որ հետո խնդիրներ չլինեն։ Այսպես եւ սննդակարգին ենք հետևում։ Իսկ ասեմ որ 12-րդ տանը խոյի նշանում իհարկե Վեներան այդտեղ է, Նեպտունն այդտեղ եւ իհարկե Սատուրնը եւս գալիս է միանալու Նեպտունին, այնպես որ դա Նեպտունի տունն է, նշանը չէ, բայց տունն է, Վեներայի համար տունն է, բայց նշանը չէ նորից, այսինքն 50-50 այս հարաբերությամբ է իրավիճակը բոլոր դեպքերում ձեզ համար որոշակի այստեղ գիտեք ինչ անորոշություն կա ինչ որ քայլ անելու ձեր ապագայի հետ կապված, բայց չեք կողմնորոշվում ինչ անել որ քայլը այս կողջ գնալ, թե ձախ գնալ, թե ուղիղ գնալ։ Շատ ցոլերի մոտ այսպեսի իրավիճակ է բնականաբար ոչ բոլորի մոտ, բայց շատերի մոտ հատկապես երբ ապրիլյան ցոլերը բացահայտում են ինչ որ խնդիրներ պարտների հետ կապված կամ հարազատների հետ եւս կարող է դա լինել ընտանեկան կյանքում եւ այստեղ փորձում են որոշումներ կայացնել նաեւ արտերկրի թեման է բոլոր դեպքերում արտերկրի թեման ակտիվ է 26-ին Մերկուրին արդեն ձեր նշանից դուրս կգա եւ կուղևորվի դեպի ֆինանսներ, որպեսզի կարգավորի ձեր ֆինանսական ուրեմն հարցերը ինքը արդեն հունիսը միջև մնալու է, ես դրա համար չեմ ասում միջև երբ եւ ավարտենք թերևս 27-ով երբ նորալուսինը տեղի կունենա ձեր ֆինանսների տանը Հայաստանի ժամանակով 7:02 րոպե 11 վայրկյան արևը եւ լուսինը կմիանան 7 աստիճանում եւ ձեր ֆինանսների տանը տեղի կունենա նորալուսինը հավանաբար նոր աշխատանք, նոր հարաբերություններ կամ նոր ֆինանսական միգուցե ինչ որ մի նոր գործ ձեռնարկեք եւ այստեղ նոր սկիզբ դրվի բոլոր դեպքերում ես ասեմ եթե ինչ որ մի նոր սկիզբ դնեք թեկուզ գիտելիքներ ձեռք բերելու առումով հա ուրեմն դա ձեզ համար հաջողակ կլինի ճիշտ է ձեր անձնական քարտեզը չգիտեմ այդպես ընդհանուր եմ ասում արդեն անձնական քարտեզը ցույց կտա թե դուք այդ մի ամսվա ընթացքում այսինքն սկսած մայիսի 27-ից երբ դուք այդ ընտրությունը անեք երբ այդ քայլը անեք ահա իսկ 29-ից 31-ը պլյուս մինուս 1-2 օր ես ուղղակի ձեզ խորհուրդ կտամ հանդիպումներ չունենալ ինչ որ որոշումներ չկայացնել եւ իհարկե
բոլոր դեպքերում այստեղ նորից պետք է ասենք ապրիլյան, մայիսյան ցույցերի մեջ էլի որոշակի կարող է տարբերություն լինել, բոլոր դեպքերում ուշադիր եք լինում եւ ինչ որ թվարկեցի, նաեւ երթևեկության հարցում լինում եք զգույշ եւ ուշադիր։ Երբ թե այսքանով ավարտեմ, սիրելի ցուլեր, լավ եղեք գրեք ձեր տպավորությունների մասին, ես բոլոր դեպքերում փորձեցի ձեզ խորհուրդ տալ օգնել, չնայած որ վերջինն եք, որ կարող է շատ մեկ երկու այդպես խոսքով սահմանափակվել եւ վերջ ձեր գրաված դիրքի եւ հետաքրքրվածության, այսինքն բայց ես բոլոր դեպքերում մանրամասնեցի։ Լավ եղեք գրեք ձեր տպավորությունների արդյոք, ձեր տպավորությունների մասին արդյոք կային եղավ օգտակար իմ խորհուրդները եւ որքան է ձեր կյանքում ուրեմն իրականանում, որովհետև բոլոր դեպքերում սա տրանզիտներն են, բայց ընդհանուր իհարկե այդ էներգիան, այդ տրամադրությունները եւ այլն ընդհանուր իրենք աշխատում են։ Այսքանը լավ եղեք առայժմ։